Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 11, ճիշտ երգը սխալ կողմում։ Երբ Իսրայելի որդիները սարսափելի փորձության միջով էին անցնում, արդյոք նրանցից իսկապես սպասվում էր երախտագիտության և գոհության փառաբանություններ այդ ընթացքում, երբ նրանք շրջապատված էին թշնամիներով, անհույս վիճակում, արդյոք Աստված այդպես էր ուզում, որ նրանք արձագանքեին։ Այո, անկասկած։ Իրականում դա նրանց դժվարություններից դուրս գալու գաղտնիքն էր։ Գիտեք, Աստված մեզանից բոլորից ինչ-որ բան է ուզում ճնշող դժվարությունների և փորձությունների ժամանակ։ Նա ուզում է, որ մենք նրան շնորհակալության զոհ մատուցենք այդ ամենի մեջ։ Ես հավատում եմ, որ Հակոբոսը բացահայտում է այդ գաղտնիքը, երբ ասում է. «Բոլորովին ուրախություն համարեցեք, եղբայրք, երբ կերպ փորձանքների մեջ ընկնեք»։ Հակոբոս 1:2 խոսք։ Այսպիսով, նա ասում է. «Մի հանձնվեք, կառուցեք զոհասեղան ձեր սրտում և ուրախ շնորհակալություն մատուցեք ձեր փորձությունների ժամանակ»։ Իհարկե, իսրայելացիները գովաբանեցին և շնորհակալություն հայտնեցին Տիրոջը, բայց դա արեցին Կարմիր ծովի հակառակ կողմում։ Ժողովուրդը ողջ գիշեր ուրախացավ իրենց ազատագրումից հետո, բայց Աստծուն դա հաճելի չէր։ Հաղթանակից հետո յուրաքանչյուրը կարող է շնորհակալություն աղաղակել։ Աստված Իսրայելին հարցրեց. «Արդյոք կփառաբանեք ինձ, նախքան ես օգնություն կուղարկեմ, մինչ դուք դեռ պայքարի մեջ եք»։ Ես կարծում եմ, որ եթե Իսրայելը ուրախանար Կարմիր ծովի փորձության կողմում, նրանք ստիպված չէին լինի կրկին անցնել փորձությունը Մարայի ջրերի մոտ։ Եթե նրանք հաջողությամբ հաղթահարեին Կարմիր ծովի փորձությունը, Մարայի ջրերը դառը չէին լինի, այլ քաղցր։ Իսրայելացիները կտեսնեին անապատում ամենուրեք բխող ջրեր, այլ ոչ թե ծարավ կապրեին։ Տեր, օգնիր մեզ երգել ճիշտ երգը փորձության ճիշտ կողմում, չէ՞ որ դա մեր երկնային Հորը բերում է անասելի մեծ ուրախություն։ Թանկագին բարեկամ, դժվարին ժամանակներով ես անցնում, ուրեմն երգիր, փառաբանիր և ասա. «Ով Տեր, դու կարող ես դա անել, դու ինձ ազատել ես անցյալում և կարող ես ինձ ազատել նաև հիմա։ Վստահում եմ և խաղաղվում քո ուրախության մեջ»։